նորից քանդել ենք, բերել ենք սարքել։ Քաղաքապետարան 10 անգամ զանգել եմ։ Բա մենք պլանի տակ է, հեսա գալու ենք սարքենք։ Դա երբ են վերջի անգամ ասել։ Վերջի անգամ մի շաբաթ առաջ։ Զանգել եմ։ Вообще չունեմ հույս։ Որ կգանցնեմ մի բան կանեմ։ Ինչի վստահություն չկա, որտեղ մի քանի անգամ խաբել են։ Խափում են, միշտ է խափում են։ Ես 2 տարի է զանգում եմ, ասում եկեք սարքեք, ես գումար ենք մուծում, ֆուրեք են գնեմ, ստե ես իմ բան ճանապարհը էլի։ Հա։ Խափելիկոմ վստահությունը որն է, փաստը հեսա։ Ու տարիներ շարունակ փաստը հեսա։ Խափել, չխափել է հայական չի։ Փաստի առաջ։ 23 թվական ռոլով էլ համեցեք 23 թվականից մարդիկ անընդհատ դիմում են ու այդ հարցը լուծում չի ստանում ճանապարհը տեսնում եք ինչ վիճակում է վստահության մասին խոսք է այլևս բնականաբար այս բողոքի ակցիան հենց սրան է վերաբերում որ այս ճանապարհը վերանորոգվի ես ինչքանով հասկացա դիմելու տարբեր ակցիաներին դիմելու որևէ արդյունավետություն այս մարդիկ չեն տեսել ես քեսից եմ միացել իրանց բայց ամեն դեպքում ճանապարհը միանշանակ վերանորոգման ենթակա է գալիս են որակում են որ հիմնովին պետքա վերանորոգվի ու թողնում գնում Հա ու փաստը հաստատ չեմ տեսել Մի քանի ամիսներ առաջ Երեմյանների մոտ բացում էր վարչապետն է եկել բայց այնտեղ է առաջացել այս կողմ չբարձրացավ որ բարձրանար միգուցե եւ կտեսներ էլի էս ամեն ինչը Իսկ որևէ մեկը իրեն ասաց, որ բարձրանա վերև փորձ Չէ, մենք փորձում էինք ասել, են էլ մեզ տենց միջամտեցին, չթողեցին մոտ առաջանանք։ Այսինքն չեն թողել Նիկոլ Փաշինյանի մոտենալ։ Այո։ Ընդհանրապես տենց։ Իսկ ինչ վերաբերում է թաղապետարանը, քաղաքապետարանը տեղյակա թե չէ, թաղապետարանն էլ է տեղյակ։ Ոչ մեկ ուղղակի ոչ մի տենց արդյունավետ խորհուրդ կամ ինչ-որ մի բան չի ասել, որ այսօր կկանենք, չգիտեմ, մի տարի սպասեք, 10 օր սպասեք, որոշակի ժամկետ չի տրվել։ Թեժ գծերը, եթե իրանց թեժ գծերը նայեք, ինձ թվում է պետք է վարված լիներ այդ հեռախոսներն ու գծերը։ Այնքան զանգեր է գնացել։ Իրանք լավ էլ տեղյակ են այս ամեն ինչից։ Պահանջը հիմա նշում եք այա։ Մեր պահանջը մեզ մի քիչ ոնց որ ասած լավ աշկով նայեն, հա, սենց ասած, այս փողոցը Սրա նպատակն է, որ համապատասխան իրավական համակարգը, թաղապետարան, քաղաքապետարան եւ այլն, կոնկրետ ժամանակահատվածը, որը ինքը նախատեսել է 2025 թվականին, որը մեզ նամակներով պատասխանում է, որ 25 թվականի բյուջեի մեջ կա, այդ 25 թվականի բյուջեն մեզ կոնկրետ ժամանակով ասի, երբ է սկսվում, երբ է վերջանալու եւ ինչ կառուցվածք ունենալու է շինարարությունը։ Ուզում ենք հենց այ դրա պատասխանը իմանանք։ Հասկանանք երբ, հա, էլի են պատասխանում, ես չեմ ասում չեն պատասխանել։ Կոնկրետ մի քանի անգամ բոլորից պատասխանվել է 25 թվականի բյուջեի մեջ նախատեսվել է։ Խնդրում ենք կոնկրետ ասեք երբ, ինչքան է տևելու, ինչ ընթացակարգ կա ունենալու։ Մեր կարող են բանավոր պատասխանեն, կարող է գրավոր պատասխանել եւ մենք այդ ամեն ինչին կարողանանք հետևել։ Ամբողջ խոսակցությունը սրա մասին է։ Հիվանդանոց տանող ճանապարհը չէ, այդ առումով եւս։ Չէ, հիվանդանոց նո այն Երևանի մասիվ դեպի Վանով կա, բայց նա շատ վաղուց քանդված չօգտագործվող ճանապարհ է։ Հիմնական խնդիրը ավելի շատ արտադրական հիմնարկների, հա, սպասարկումն է։ Մենակ էս 1 կիլոմետրը չի, դեպի Արինբեշտը ցեկումա դեպի այն կողմ, հա, Աչով նոր թաղամասը, այդ նոր թաղամասում էլ, այո, Այս բանը բռնի տեղանված բարեկամներն են, հա, ապրում նոր տնակները եւ իրանց մոտ էլ այդ խնդիրները կա, նա ավելի հեռու է փաստորեն այս հատվածից եւ այդ որ մի քիչ առաջ ասացի տրանսպորտի խնդիր կա, այդ տրանսպորտի խնդիրը կրկնակի բարդացել է նաեւ իրանց համար այդ գնալ գալու process-ը, բնակվելու process-ը